այս արդյունքը պետք է արդարացնել, բացառապես աշխատելով ազնվությամբ ու հոգատարությամբ։ Վաղ շաբաթ համայնքի ընտրություններն ավարտվեց քաղաքացիական պայմանագրի հաղթանակով։ Բացարձակ մեծամասնությամբ հաղթել է քաղաքացիական պայմանագիր։ Հաղթել է 37 ընտրատեղամասում, 10 ընտրատեղամասում է պարտվել։ Շնորհավորում եմ բոլորիդ նախ եւ առաջ ժողովրդավարական ընտրությունների առիթով։ Վարչապետ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ է շնորհավորել Արգիշտի Մեխակյանին վաղ շաբաթ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով։ Ընդգծել, այդ ընտրությամբ վաղ շաբաթցիները մի քանի ընդգծում են արել։ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, գնահատեցիք նախորդող շրջանում քաղաքացիական պայմանագրի կատարած աշխատանքը ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։ Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին վաղաշաբաթ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղաշաբաթցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչյուն նախերգանքի համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Բացի քաղաքացիական պայմանագրից անցողիկ շեմը ըստ նախնական արդյունքների եւս երկու քաղաքական ուժ է հաղթահարել՝ հաղթանակ դաշինքն ու Մայր Հայաստանը։ 33 մանդատը ինչպես կբաշխվի, միայն վերջնական արդյունքներից հետո կհայտարարեն։ Հիմա չեն կարող պաշտոնական հայտարարություն անել։ Գրիգոր Նազարյանի արձագանքն է, բայց եթե նայենք թվերին, ապա ըստ այս նախնական արդյունքների 19 մանդատ կունենա քաղաքացիական պայմանագիրը, 12 հաղթանակ դաշինքը, 2 Մայր Հայաստանը։ Անճշտությունները կազմել են 23, ընտրության հաջորդ օրը նախատեսված ժամին վերահաշվարկի դիմում չեն ստացել։ Եթե նոյեմբերի 18-ին էլ մինչև 11-ը չստանան, ապա վիճակահանությամբ իրենք կորոշեն 3 տեղամաս եւ ժամը 14-ից այդ տեղամասերում վերահաշվարկ իրականացնեն։ Որևէ բողոք դիմում նաեւ ընտրության օրը չեն ստացել։ Ընտրության օրը դիտորդների վստահված անձանց նկատառումները, գրառումները կատարված են գրանցամատյաններին, որոնց վերաբերյալ հենց այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում, որ գրանցամատյանում ինչ է կատարվել, ինչպիսի այսպես կոչված ըստ ինչ արձանագրել են, դրանք ընտրական օրենսգրքի պահանջների արդյոք խախտում են, խախտում չեն, հա, գնահատումը մենք կտանք ըստ վարչարության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում հրավիրելու ենք տեղամասային ընտրական հանձնաժողովներին, պարզաբանումներ ստանալու մեզ համար, որպեսզի կարողանանք վարչական վարույթի շրջանակներում լիարժեք պատասխան տալ բոլոր գրառումներին։ Նազարյանն ընդգծում է, այս ընտրությունն առանձնացել է ընտրողների ակտիվությամբ, միայն քաղաքում 2021-ի տիմ ընտրության համեմատ գրեթե կրկնակի ընտրող է օգտվել ընտրական իրավունքից։ Ընդհանուր քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31527 ընտրող։ Արդյունքները վերջնական ամփոփվելու են 7-րդ օրը նոյեմբերի 23-ին։ Իրինամ Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։